Ջերուսման ամբողջական խնայող համակարգ, գումարած 100,000 դրամ արժողությամբ սերտիֆիկատ, բաժանած 18 ամիսների հավասար է 0% տոկոսադրույք։ Մանրամասները idealsystem.am Երևանում Օրբելի ֆորում 2025 կառուցելով խաղաղություն ու բազմակողմանի համագործակցություն համաժողովին ելույթ է ունեցել Թուրքիայի խորհրդարանի հայազգի նախկին падգամավոր Գարո Փայլյանը։ Նա մասնավորապես նշել է, որ Անկարայում ասում են, թե 26 թվականի սկզբին Թուրքիայի ու Հայաստանի միջև սահմանը կբացվի քաղաքացիների համար, ինչպես կարելի է հասնել խաղաղության, ճնշման միջոցով 120 տարի փորձել են, չի ստացվել։ Սահմանի երկու կողմերի մարտիկ իրար չեն ճանաչում ու փոխանակվում են ատելության հռետորաբանությամբ, նշել է Փայլյանը։ Նրա խոսքով այժմ Հայաստանն ու Ադրբեջանը առանց միջնորդների են շփվում միմյանց հետ, հայ եւ թուրք պաշտոնյաները անմիջականորեն են զրուցում միմյանց հետ։ Սա երազանք է, որն իրականացել է Հայաստանը 1990-ականներից հաղթել է պատերազմը, բայց չի հաղթել խաղաղությունը։ Երկրորդ Ղարաբաղյան պատերազմում հաղթել է Ադրբեջանը, բայց արդյոք ադրբեջանական առաջնորդները կունենան այնքան իմաստնություն, որպեսզի հաղթանակ տանեն նաև խաղաղության կառուցման գործում։ Հայաստանը պատրաստ է խաղաղության, Թուրքիան նույնպես պատրաստ է կարգավորման, ընդգծել է նա։ Այսօր համաժողովին արտաքին գործերի նախարար Հարարատ Միրզոյանը անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին, մասնավորապես նշելով, որ Թուրքիայի հետ հարաբերությունները հայելային հակապատկերն են Ադրբեջանի հետ հարաբերություններին։ Ադրբեջանի հետ, նայեք ինչ նկատեմ, Ադրբեջանի հետ մենք ունենք կառավարությունների միջև հաստատված խաղաղություն, համաձայնեցված սկզբունքներ, գործընթաց, որը պիտի շարունակվի, առանձին հարցերի շուրջ։ Եվ քիչ առաջ ձեր բարձրացած հարցով մենք խոսում էինք այն մասին, որ պետք է ջանք գործադրվի նաև հասարակությունների միջև, մարդկանց միջև, ուրեմն այդ հաշտեցման ուղղությամբ։ Թուրքիայի պարագայում ես կասեի ճիշտ հակառակն է։ Տարիներով, տասնամյակներով փակ սահմանների պայմաններում մարդիկ գնացել են, այցելել են իրար, առևտուր է եղել եւ կա շատ շոշափելի։ Պրոբլեմն է նա եղել, որ այդ առևտուրը երրորդ երկրով է անցել։ Թռիչքներ են եղել եւ այսօր էլ կան, պայմանավորվածություն կա ավելացնել թռիչքները, հիմա եւ դեպի Երևան եւ իմիջիալոց դեպի Գյումրի եւ ըստ այդմ Թուրքիայի քաղաքներ, Ստամբուլ, ենթադրում եմ Անկարա եւ այլն։ Այսինքն այդ խնդիրը մենք Թուրքիայի հետ երբեք չենք ունեցել։ Թուրքիայի հետ խնդիրը եղել այն, որ սահմանը եղել է փակ եւ դիվանագիտական հարաբերություններ չկա։ Հիմա ես պետք է ուրախությամբ արձանագրեմ, որ Թուրքիայի հետ մենք ունենք շատ, իսկապես շատ ինտենսիվ եւ բովանդակային քաղաքական երկխոսություն։ Եվ դա այդ գործընթացը եղել է շատ հանրային, բոլոր հանդիպումները, վարչապետ Փաշինյանի այցը Թուրքիա, իմ այցերը եւ մասնակցությունը Անտալիայի դիվանագիտական ֆորումին, չգիտեմ, Թուրքիայում տեղի ունեցած այդ ողբերգական երկրաշարժից հետո Հայաստանի արձագանքը, փրկարների գնալը եւ բազմաթիվ բաներ կարող ենք նշել։ Հիմա նաեւ փոխգործակցության եւ վստահության ամրապնդման այլ միջոցներ եւս քննարկվում են մեր եւ Թուրքիայի կողմից։ Բացը նախարարի խոսքով այլ տեղում է բացը դիվանագիտական հարաբերությունների բացակայությունն է եւ բացը փակ սահմանն է։ Այս բացը պետք է լուծվի, սա է պակասում, հավելել է նախարարը։ Եվ այս պահին զրուցելու է միջազգային հարաբերությունների փորձագետ, հրապարակախոս Տիգրան Գաբոյանի հետ։ Պարոն Գաբոյան, բարև ձեզ, շնորհակալ եմ միանալու համար։ Բարլույս, մերսի։ Եվ այսպես, պարոն Գաբոյան, ինչպես եք գնահատում նախորդին Գարո Փայլյանի հայտարարությունները, մասնավորապես 21 թվականի սկզբին Թուրքիայի եւ Հայաստանի սահմանը, 26 թվականի սկզբին Թուրքիայի եւ Հայաստանի միջև սահմանը կբացվի քաղաքացիների համար, Անկարայում ահա այսպիսի խոսակցություններ, զրույցներ են պտտվում, որքանով եք դա իրատեսական առհասարակ համարում, համեցեք։ Գարո Փայլյանը նախկին խորհրդարանի անդամ է, կարծեմ ինքը ավելի տեղեկացված է ներքին խոհանոցեն Թուրքիայի, երևի տեղեկություններ ունի, որ այս գործընթացը պիտի արդյունավորվի, պիտի բացվի սահմանը։ Մենք շատ չենք տիրապետել ներքին Թուրքիո ինչ որ կկատարվի, անշուշտ իրենց ներքին գործ նախարարություն եւ այլն պարլամենտական խմբավորումներ եւ այլն եւ այլն։ Բայց այո, կա այդ շարժը
Եվ մենք այսինքն հայկական կողմն կգնկալ է, որ 2026-ին արդեն փանաս Թուրքիան սահմանը մեր հետ, եւ այ հասարակությունը բոլոր իր չերտերով, քաղաքական կուսակցություններով, ընդդիմություն եւ իշխանություն համաձայն են, որ օր առաջ Թուրքիան փանա սահմանը եւ Թուրքիան կարծեմ կտեսնի, թե որ Հայաստանը դրական ծավալ դատարկված է այս հարցով եւ հետապնդող է, որ օր առաջ բացվի սահմանը։ Պարոն Գաբոյան, դրա համար որքանով կան իրատեսական հիմքեր հաշվի առնելով խաղաղության համաձայնագրի, այսպես նախաստորագրումը, այս բոլորը կարող են հենց լինել այն հանգամանքը, որ կնպաստի այս հարաբերությունների բաց սահմանի հաստատմանը, այսօր նաև հայ-թուրքական հարաբերություններին անդրադարձավ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը եւ նշեց հիմնական բացերը այս հարաբերությունում, որտեղ են դիվանագիտական հարաբերությունների բացը նա նշեց, ընդհանրապես դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը եւ բացը փակ սահմանն է, այս բացը պետք է լրացվի եւ սա է պակասում հայ-թուրքական հարաբերություններին։ Ինքը ճիշտ է մոտավորապես նախարար Միրզոյանի ասած, որ մենք 30 տարվա մեջ մեր անկախության ընթացքին 91-ից սկսյալ ներողություն մեր անկախությանն է մենք Թուրքիո ոնամանտ հասարակության հետ անշուշտ մենք պատմական մեծ ժառանգություն ունենք ցեղասպանության հարցը, բայց մենք ավելի հեշտապար ավելի թյուրապար գրծած ենք շփվել Թուրքիոյի հետ կամ թե Ադրբեջանի հետ մեր հարաբերությունները բարձրակույն ճշնամանքի հարաբերություններ էին, նույնիսկ հասարակական մագարտակով։ Հիմա այս հարցը իրար կապելու խաղաղության պայմանագիրը, որը նախապայմանագիրը, որը կնքեց Հայաստանը Վաշինգտոնի հովանավոր Թրամփի եւ Վաշինգտոնի հովանավորությամբ, այստեղ անշուշտ Ադրբեջանի կորձոնը կա։ Ադրբեջանը ներկայիս բոլորս գիտենք, որ իր բարձրակույն ուժային վիճակի մեջն է։ Այսինքն թե իր արտաքին հարաբերություններում մեջ թե բանակի խնդիրով անորոշ թելադրող է Թուրքիո։ Մեր արտաքին քաղաքականությունը բոլոր շրջաններում եղած է այդ իրենց կոչեցյալ մեկ ազգ երկու պետությունը ոչ թե կազմալուծել, այսինքն առանցները իրար մեջ բաժնել, որ Թուրքիա սահմանը բանա անկախ Ադրբեջանի։ Մեկ ազգ երկու պետությունն քիչմը եթե արիտ տրվի ինձ, այսինքն ներողեք, որ ասեմ, որ այդ չափազանցյալ արտահայտություն էր կամ հասկացողություն էր, փաստվեցավ Ադրբեջանը բոլորս մոտավորապես գիտենք, որ ռուսական ծրագիր է իր Արցախյան պատերազմը այդ փաստեց, Ադրբեջանը հաջողեցավ Ռուսիո ամիջական օգնությամբ, որտեղ ինչքան Թուրքիան օգներ, Ռուսիան էր մեր տաշնակիցի էր, դավաճանություն չդար մեզ, Ռուսիո կողմը չէր այս հաջողությունները չէր հասնել։ Անորոշ այս երկու առանցքները, եթե Թուրքիան սահմանը բացվի մեր արտաքին քաղաքականության աշխուժության ի արդյունք եւ ներողություն Ամերիկայի ճնշմամբ, մենք այդ առանցքը ծևով որ միշտ կուզեինք բաժնել, դարանչածված կտեսնենք, Թուրքիան սահմանը կփանա նախքան Տրիպի ճամփայի կորզաթրումը, որը դեռ այսինքն շատ կարճ հաշվարկով մեկ մեոգեստարի ժամանակ կուզե։ Մեզի համար ծևով նվաճում է կամ արաբելություն արձանագրում է այսպիսով, որ Թուրքիա սահմանը կփանա անկախ Ադրբեջանի եւ այսպիսով Ադրբեջանի ճնշում են եւ այսպիսով Ադրբեջանի իր բարձրակույն վիճակեն ուժի գուտակումի եւ արտաքին հարաբերություններու հաջողություններու այսինքն ծևովը կսկսի Ադրբեջանի ուժային գուտակումի հարաբերական ճնշին կոնե նվազումը այսպիսով սկիզբը կառնե մենք Հայաստանը Թուրքիայի հետ կսկսի բնականում հարաբերություններ մշակել բանակիցական իդ կանշուշտ եթե կորզատրվի Տրիպը մեզի համար ուրիշ հորիզոններ կբացվեն այս իմաստով։ Այսինքն հայ-թուրքական սահմանի բացումը կնվազեցնի Ադրբեջանի կողմից ճնշումը, պարոն Գաբոյան, դա եք ուզում ասել։ Բնականաբար, ինքը Ադրբեջանի արտաքին բոլոր քաղաքականությունը հիմնված էր բոլոր 30 տարվա անկախությանն ի վեր, որ այդ մեկ ազգ երկու պետություն շբարինդակ ինքը Ռուսիո սիրաշահի եւ Ռուսիո հետ հարցերը համատրե, ինչպես որ տեսանք 5 միլիարդ զենքով Արցախյան պատերազմով, Հայաստանի կարգ մտարածքներ ներթափանցելով եւ այլն եւ խանգարելով մեզ, որ
եւ անշուշտ Թուրքիայով, որ մեր հետ բնականon հարաբերություններ մշակվի։ Այդ կարծեմ շատ բարձ տվապանություն է, որ եթե մենք հաջողենք իրենք անշուշտ սահմանապանան եւ Թուրքիան, ինչպես որ արտաքին գործ նախարարը ասաց, դիվանագիտական հարաբերություններ հաստատ է մեր հետ։ Մենք բավական առաջընթաց կապրինք այդ իմաստով, որ այդ կոչեցյալ կամ այս թեական առանցքը թուրք-ադրբեջանական տանդեմ, որ կոչվի, մեզ ավելի ճնշման չեն տարգեր։ Պարոն Գաբայան, իսկ ինչպես է գնահատում ռուսական ծագման ցորենը Ռուսաստանի Դաշնությունից երկաթուղով տեղափոխվում է դեպի Հայաստան-Ադրբեջանի տարածքով եւ ղազախական ծագման ցորենը նույնպես ճանապարհին է եւ մոտ օրերս կհասնի Հայաստան դարձյալ Ադրբեջանի տարածքով։ Սա ուրեմն կարևորագույն քայլերից մեկը չէ կողմերի միջև։ Եվ որքանով է դա առհասարակ երկարաժամկետ ձեր գնահատմամբ։ Այո, ինչքան էլ մենք դրական կնահատենք, ադի գմնա միջպետական ադրբեջանական եւ ռուսական հարաբերություններու տաշտ, իրենք իրար հետ ինչպես կհարաբերին։ Հիմա ես պիտի արիթը չի գա այստեղ, որ խոսիմ ադրբեջանական պետությունը ինչպեսի ծագում ունի, իր օլիգարխիան ինչ առնչություններ ունի ռուսականի հետ, իր էլիտարն, իր վերնախավը առնչված է եւ միախառնված է ռուսականին հետ, իրենք սահմանագից պետություն են եւ ամենան ներդաշնակ սահմանագից պետություններ են Ռուսիան գրեթե իր բոլոր դրացներուն հետ խնդիրներ ունի, բացի Ադրբեջան եւ կարծեմ Միջին Ասիայի մի քանի երկիր։ Անորոմար եթե ռուսիա թիրքերը բնականաբար փայլուն չեն հիմա ուկրաինական պատերազմի եւ գալի կորերը ավելի Ռուսիա պիտի մխրջվի դիվանագիտական խնդիրներու մեջ եւ անշուշտ ռազմական անորոմար մեզի համար կարևոր է թիդել եւ հետեւիլ ռուս-ադրբեջանական հարաբերություններուն, որոնք պատմականորեն միշտ փայլուն եղած են, սովետական շրջանեն, Նախիջևանը երբ նվիրեց իրենց, ցարական նույնիսկ Ռուսիային, երբ Նախիջևանը արին, Զանգեզուրն ալ պիտի խլեին մեզ մե, կարեկին նշտեի հրաշագործությամբ եւ Անտրանիկ Պաչայի, որ մնաց մեզ այդ Անորոմար մեր շահ այդտեղ հակասություններ տեսնել այո, նույն ժամանակ սկոնը լալ, բայց adin իրենց ներքին արսնել Ռուսիո թիրքերը կդգարանան ադոր համար զիջումներու գերտա այսպես կամ այնպես, այսի բոլորը մեր համացանակիրին մեջ կրնա ուրվակծվիլ, կրնա ներարվիլ խաղաղության, այսինքն թրիպ ուղին, որը այսպես կամ այնպես ապաշրջապակումի պետք է տանի մեզ։ Պարոն Գաբայան, եւ գիտեք այսօրերին Հայաստանում Օրբելի ֆորումն է իրականացվում 25 թվականի եւ ներկա են Թուրքիայի եւ Ադրբեջանի փորձագետներ, գիտեք նաեւ անվտանգության խորհրդի քարտուղարն է Բրյուսելում հայտարարել, որ Հայաստանի փորձագետները կմեկնեն Բաքու, Ադրբեջան այս փոխադարձ այցերը ինչպիսի իրավիճակ կարող են փոխել դրական առումով։ Շատ իրավիճակ չեն գրնար փոխել, կարևորը որ ապաշրջապակումը կատարվի, մենք կարևորը այս բոլորը եթե դիտենք թուրքական սահմանի համատեքստով, բնականաբար Ադրբեջանը իր թիրքերը պիտի զիջի, իր վերամբարձ թիրքերը եւ ադրբեջանյան հասարակության հոգեբանության եւ խարդվածքի միտի չանդրադառնան, որովհետեւ այդտեղ ինչպես բոլորս գիտեք միապետություն է, այդտեղ բռնապետություն է, այդտեղ հանրային կարծիք կամ հասարակական գազམ་ագերություններ չի կան։ Ալիևը ինչ պիտի լատրե, այդպես էլ պիտի կատարվի։ Այսի ցեվով մգուկացուցադրական դաշտի մեջ, բայց մենք վնասը գրողը չենք այդտեղ։ Միշտ ինգադի ունենանք, որ հարկանքս բոլոր ժողովուրդներուն մենք հայերս թե Անտրգոկասի մեջ, թե ամենան ինքնակողություն չլա, բայց ամենան ստեղծագործ կամ արտադրող դարը եղած ենք։ Թե միջազգային հարաբերություններում մեջ, թե տնտեսության մեջ, այսպիսով որևէ ապաշրջապակում մեզ համար վախ չի պատճառել եւ պետք չէ պատճառել։ Այդ իմաստով լավ կգնահատեմ արժեք բնականաբար, որպես որևէ սովորական հայ։ Շնորհակալ եմ, պարոն Գաբոյան։ Ընտրեմ։
Զրուցում էի միջազգային հարաբերությունների փորձագետ հրապարակախոս Տիգրան Գաբոյանի հետ։ Այս ժամի համար այսքանն էինք նախատեսել, հետևեք մեր թողարկումներին, կհանդիպենք։